Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները դեկտեմբերի 10-ին Սևանի բիզնես կենտրոնում Սևանի համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ աղետներին դիմակայունության օր խորագրով աշխատաժողով անցկացրին։ Նման հանդիպումներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հիմնական տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 37-րդ տարելիցի կապակցությամբ։ Սեմինարն անցկացնում ենք աղետների դիմակայության օրվա թեմայով, որ երկրաշարժների աղետների ժամանակ կարենանք առաջի օգնություն ցույց տանք, պատրաստված լինենք բոլոր դիմակայություններին, մեր փորձություններին։ Հիմնականում մասնակցում են ՀՕԱԿ-ի ներկայացուցիչներ, քաղաքապետարանից եւ այլ պետական կառույցներից։ Աշխատաժողովի անցկացման նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր, ուղղված բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության եւ ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։ Աշխատաժողովի ընթացքում կարևորվեց ոչ միայն բնակչության պատրաստվածությունն ու հասարակության տեղեկացվածության բարձրացումը, այլև համայնքային մակարդակում կարողությունների կատարելագործումն ու թիրախային ուղղություններով համակարգված աշխատանքը։ Այդ համատեքստում փրկարարներն ընդգծեցին հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար անցկացվող հանրային իրազեկման միջոցառումներն ու ուսումնավարժանքները։ Անդրադարձ կատարվեց սեյսմիկ վտանգի առանձնահատկություններին, համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանը, քարտեզագրմանը, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին, այն աշխատանքներին, որոնք ուղղված են համայնքների դիմակայունության ամրապնդմանը, ենթակառուցվածքների եւ բնակչության պաշտպանության նպատակով։ Ներկայացվեց Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժի դեպքում հիմնական վարքականոններին։ Սևանի հրշեջ փրկարարները պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։